Եվ այսպես ուշադրություն նոր մանրամասներ Վարդան Ղուկասյանի քրեական գործից Միացյալ Նահանգներից։ Նախ սկսենք նրանից, որ նրա փաստաբան իր վերջին հարցազրույցում ասեց հետևյալը, որ նաև Միացյալ Նահանգների թե իշխանության կամ էլ թե դատարանի, այսպես ասած, նեգատիվ վերաբերմունքը կա այս գործի նկատմամբ, քանի որ Վարդան Ղուկասյանի համար միջնորդել էին փաստաբանները, որ նա այս դատական պրոցեսներին լինի ազատության մեջ, այսինքն տանը, խափանման միջոցը փոխվի, բայց դատավորը մերժել էր, խափանման միջոցը չի փոխվել եւ Վարդան Ղուկասյանը դեռևս գտնվում է անազատության մեջ եւ սպասում է հաջորդ դատական նիստին, եւ ասաց, որ Վարդան Ղուկասյանի սպառնում է արտաքսում եւ նաեւ ասաց հետեւյալը, որ Վարդան Ղուկասյանը եթե արտաքսվի, նա չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետություն, նա պետք է արտաքսման դեպքում արտաքսվի Ռուսաստանի Դաշնություն, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է եւ Ռուսաստանից է մեկնել դեպի Միացյալ Նահանգներ։ Առաջին հերթին դատարանը քննում է Վարդան Ղուկասյանի մուտքը Միացյալ Նահանգներ որպես անօրինական միգրանտ, այսինքն ինքը մտել է Ամերիկա, իր վիզայի ժամկետը լրացել եւ չի լքել երկիրը, բայց Վարդան Ղուկասյանը ասում էր, որ ինքը մեքենա է վարում Ամերիկայում, ապրում է այնպես ինչպես որ ապրում են բոլորը, օրինական կերպով եւ մի բան էլ ուներ հատուկ վերահսկողություն երկրի ղեկավարության կողմից հատուկ ծառայությունները նրա անվտանգության հարցը լուծել էին։ Եվ ինչպես է ստացվում, որ երկիրը սկզբում ընդունել է նրան, ինչպես իրենք են ասում, Վարդան Ղուկասյանը ապրել է այնտեղ, եւ հետո որոշում են, որ Վարդան Ղուկասյանը չի ունեցել որևէ օրինական կարգավիճակ Ամերիկայում գտնվելու ապրելու համար։ Եվ հիմա որպես անօրինական միգրանտ, ինչպես Թրամփը միլիոնավոր մարդկանց հիմա պետք է արտաքսի, այդ միլիոնավոր մարդկանցից մեկը նաեւ Վարդան Ղուկասյանն է, որին ոչ միայն արտաքսումն է այս գործում քննվում, նաեւ երկրորդը արդեն Հայաստանի կողմից առաջադրված մեղադրանքները եւ այդ մեղադրանքները, ինչպես ասում են, 15 տարբեր մեղադրանքներ են, ամեն մի մեղադրանքի տակ գրված է ահռելի ինչ-որ տեքստեր եւ այդ ամենը պետք է քննվի ամերիկյան դատարանում։ Նաեւ Վարդան Ղուկասյանի փաստաբանը շեշտել էր, որ Վարդան Ղուկասյանի գործը ավելի է բարդացնում այն պատճառով, որ ամերիկյան դատարանը ունի տեղեկատվություն, որ Վարդան Ղուկասյանը դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք դատապարտվել էր, շորթման գործով էր նստել, բայց բազմիցս Վարդան Ղուկասյանը այս գործի մասին խոսել է եւ ասել է, որ դա իր գլխին սարքել էին։ Այսօրվա Հայաստանի իշխանությունների նկատմամբ Ամերիկայի թե դատարանի թե իշխանությունների վերաբերմունքը այնպիսին է, որ նրանք Հայաստանի Հանրապետությանը համարում են ժողովրդավար պետություն, քանի որ Հայաստանը նաև Ռուսաստանի լծի տակից է փորձել դուրս գալ եւ որոշակի առումներով ստացվել է քաղաքական տեսանկյունից, ինչը ողջունելի է Ամերիկայի կողմից եւ Ամերիկան հաշվի առնում այդ ամեն ինչը, ասում է, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է եւ Վարդան Ղուկասյանին այստեղ վտանգ չի կարող սպառնալ։ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահը եւս ասել է, որ Վարդան Ղուկասյանի վտանգ չի կարող սպառնալ, բայց դա իշխանության պատասխանն է, իսկ իշխանությունը իր հերթին այդ պատասխանատվությունը վերցրել է Ալեն Սիմոնյանի հայտարարությամբ եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում որևէ բանտարկյալի կյանքին վտանգ չի սպառնում պետական մակարդակով, այսինքն նրան ոստիկանները չեն սպանելու։ Վարդան Ղուկասյանին միգուցե սպառնան այն մարդիկ, որոնք իշխանության հետ կապ չունեն։ Իշխանության համար վնաս կլինի Վարդան Ղուկասյանի կյանքին սպառնալը, նրան դատելը եւ այլն, դրանք ուրիշ հարցեր են։ Խոսքը գնում է նրան սպանելու մասին, որը այսօր պարզ բոլորն էլ խոսում են, որ եկավ Հայաստան կսպանեն։ Նրան սպանել ցանկացողները լինելու են իշխանությունից դուրս մարդիկ, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց նա հայոյել է, նրանց ընտանիքի անդամներին հայոյել է եւ նրանք ինչպես իրանց այդ սիրելի ոճով սիրում են նաև հաշվեհարդար տեսնել, որ այդով կարա մեզ հայոյի եւ այլն ու մարսի
եւ մի բան էլ Վարդան Ղուկասյանը բերվի Հայաստան գնա նստի եւ բանտում շփվի ինչ որ հանցագործների հետ, այդ հանցագործների միջոցով միգուցե նրա կյանքին փորձեն վտանգ սպառնալ, բայց չեն կարծում, որ Վարդան Ղուկասյանին եթե նույնիսկ նստեցնելու են ընդհանուր մի քանի հոգանոց խցում։ Մենք ասել ենք ու կասենք, որ Վարդան Ղուկասյանն իր եթերներում հայհոյել է եւ դրա համար է հիմնականում այսօր այդ քրեական գործերը եւ թող հաղթի իսկապես արդարադատությունը։ Դա Միացյալ Նահանգներում ավելի հեշտ է հասնել, որտեղ այնտեղ կա կայացած դատական համակարգ, անաչառ դատական համակարգ եւ Միացյալ Նահանգների դատական ակտերը անքննելի են։ Հայաստանի նման օրինակ հանցագործին չեն արդարացնում եւ անմեղին դատապարտում եւ այլն, այսպիսի բազմաթիվ դեպքեր Հայաստանում, նման դեպքեր Միացյալ Նահանգներում հազվադեպ է տեղի ունենում։ Վարդան Ղուկասյանն էլ ունի մի քանի պրոֆեսիոնալ պաշտպաններ եւ այդ պրոֆեսիոնալ պաշտպաններից է կախված, թե դատավորը ինչ որոշում կընդունի։ Նաև իհարկե շատ կարևոր է նշել, որ Վարդան Ղուկասյանը եթե օրերից մի օր կրկին վերադառնա եթերներ, Վարդան Ղուկասյանը պետք է շատ լրջորեն վերանայի իր հայտարարությունները, խոսքը հայհոյանքների մասին է, այդ հայհոյանքները պետքա դուրս գան իր եթերներից, որպեսզի նրա կյանքին այլևս վտանգ չսպառնա։ Եվ այսպես ուշադրություն Միացյալ Նահանգների վերջին գործողությունները, որոնք արդեն իսկ ապացուցեցին, որ Ամերիկան այսօրվա վարչակազմով հետաքրքրված է մեր տարածաշրջանով։ Ադրբեջանական իշխանությունները չեն կարող խուսափել Միացյալ Նահանգների կողմից իրենց նկատմամբ պատժիչ գործողություններից։ Միացյալ Նահանգների վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ իրենց համար շատ կարևոր է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը շուտապույտ ստորագրվի։ Դա նախագահ Թրամփի խոստումն է ամբողջ մարդկությանը, որ եթե ինքը եկավ իշխանության, ապա ամբողջ աշխարհում պետքա տիրի խաղաղություն եւ վերջ պետքա տրվի պատերազմներին։ Հիմա պատերազմին վաղուց վերջ է տրվել եւ նոր պատերազմի, այսպես ասած, նպատակ կամ նոր պատերազմի էական վտանգներ չկա մեր տարածաշրջանում, բայց ադրբեջանական իշխանությունները կարծես թե այդ կարծիքին չեն եւ փորձում են ոչ միայն ոչնչացնել այն, ինչը որ մինչև հիմա ստեղծվել այս տարիների ընթացքում ձեռք բերված տարբեր կետերի մասին համաձայնություններ, որ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել եւ տարածաշրջանը կրկին մտցնել ռազմական գործողությունների դաշտ եւ դառնալ հակամարտության կողմերից մեկը, Հայաստանը չի պատրաստվում հակամարտություն ձևավորել, Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանի նազուտ ուզերով շարժվել, Հայաստանի Հանրապետությունը պետք է ասի հետևյալը. այսօր ես պատրաստ եմ խաղաղության, մենք պատրաստ ենք ստորագրել, եւ եթե այն պետությունը եւ դրա ղեկավարը, որը պատրաստ չի գնալ խաղաղության, ուրեմն իրենք իրանց ամբողջ պետությունով հանդերձ ահաբեկչական պետություն են եւ դրա մասին արդեն իրենց գործողությունները խոսում են։ Պետք չի հատուկ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ ինքը ահաբեկիչ է։ Ահաբեկիչները նման գործողություններ են անում, ինչը որ անում է Ալիևը։ Եվ Ամերիկայի պատիժը Ադրբեջանի նկատմամբ լինելու է շատ կոպիտ։ Եվ մենք գիտենք նաև հետևյալը, որ Ալիևը ինքը ձգձգում է այս process-ը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, որովհետև մտածում է, թե ինչքան ձգձգի, այնքան կկարողանա ավելին քաղել դրանից եւ փորձի ուրիշ այլ պահանջներ մտցնել եւ ուրիշ այլ պահանջներ ներկայացնել Հայաստանի իշխանություններին, Հայաստանի իշխանությունը այդ պահանջները կատարի եւ այդպիսով Ադրբեջանը ավելի մեկ քայլ առաջ կանցնի Հայաստանից այս համաձայնագրի օգուտները քաղելուց։ Մարդիկ կան, որ ասում են, լավ, եթե այդ խաղաղության պայմանագիրը ուղղված է ընդդեմ Հայաստանի եւ Հայաստանը նվաստանում է, դա ստորագրելով կապիտուլյացիա է, հրաժարում է Արցախից, այդքան բանը եթե կա, եթե դա ընդդեմ Հայաստանի է, ոչ թե Ադրբեջանի դեմ է կամ հանուն խաղաղության է։ Եթե ասում են դա Ադրբեջանի կողմից պարտադրանք է եւ շատ-շատերն են ասում, որ դա Ադրբեջանի կողմից պարտադրանք է, որ իշխանությունները համաձայնության են եկել իրանց հետ, եթե դա այդպես է, ապա դա ինչի միջև հիմա չի ստորագրվել։ Ադրբեջանը ինչի չի ուզում ստորագրվի այն, ինչը որ ինքն է պարտադրել։ Այս հարցը
շատ լուրջ հարց է եւ այս հարցով արդեն շատ բաներ բարձ են դառնում եւ շատ բաներ փակվում են, խոսակցական թեմաներ, թե իբր դա Հայաստանի պարտադրվում է, լավ պարտադրվում է, Հայաստանը համաձայնվել է, չէ, բա ինչի միջև հիմա չի ստորագրվել այդ համաձայնագիրը։ Եվ ստացվում է հետեւյալը, որ դա հեչ էլ պարտադրանք չէ, դեռ մի բան էլ Հայաստանն է շահագրգռված, որ դա ստորագրվի հնարավորինս շուտ, Ալիևը փորձում է դա ձգձգել, որովհետև փորձում է այնտեղ փնտրել եւ գտնել որոշակի օգուտներ, որով կարող է հպարտանալ իր ժողովրդի մոտ ասելով, որ ես պարտադրեցի։ Հիմա եթե ստորագրվի, փաստորեն ինքը որևէ բան չի կարողանալու ասել, որ ինքն է պարտադրել, դա փոխադարձ հավասարազոր զիջումների մասն է խոսքը գնում, այլ ոչ թե ինչ-որ հատուկ պարտադրանքների կամ զիջումների, որոնք փաթաթված են միայն Հայաստանի Հանրապետության վզին եւ հայերը պետք է միայն կատարեն դա, ադրբեջանցիները պետք է վայելեն այդ պայմանագրի ողջ բարիքները։ Իհարկե նման բան չկա։